Տիպ հոդվածոտանիներ։ Կենդանական աշխարհում կազմում են առավել բարգավաճ և խոշոր տիպը, ավելի քան 1 միլիոն տեսակ։ Մեծ է նաև նրանց էկոլոգիական բազմազանությունը։ Ջրային և ցամաքային տեսակները տարածված են ամբողջ երկրագնդի վրա։ Նրանց մեջ հանդիպում են լողացող, սողացող, վազող, փորող, թռչող կենսակ և վարող ձևեր։ Սնվում է ոչ միայն բուսական և կենդանական հյուսվածքներով, այլ նաև դժվարամարս նյութերով՝ բնափայտով, մաշկով, մոմով, մազերով, եղջյուրներով և փետուրով։ Որպես ջրային և ցամաքային էկոհամակարգերի մշտական և բազմաքանակ բաղադրամասեր, նրանք զգալի դեր են կատարում բնության կենսաբանական շրջապտույտում։ Հոդվածոտանիները երկկողմ համաչափ հետերոնոմ հատվածավորված ցելոմիկ կենդանիներ են։ Էվոլյուցիայի ընթացքում դրանք ձեռք են բերել առաջադիմական մի շարք նոր առանձնահատկություններ, որոնք տարածվելու և երկիր մոլորակի տարբեր էկոլոգիական խորշեր յուրացնելու լայն հնարավորություն են տվել։ Յուրահատուկ առանձնահատկություն է խիտինային կուտիկուլան, որը արտազատվում է հիպոդերմիայի կողմից։ Խիտինը կազմված է բարդ պոլիսախարիդներից, պինդ սպիտակուցներից և այլ նյութերից, ունի մեծ ճկունություն և ամրություն։ Կուտիկուլան կատարում է արտաքին կմախքի դեր, կազմված է մի քանի շերտերից՝ արտաքին էկզոկուտիկուլայից լայնեկի թելավոր կառուցվածքով և ներքին էնդոկուտիկուլայից սյունաձև կառուցվածքով, որը ներթափանցված է ծակոտկեն խողովակներով։ Ցամաքաբնակ ձևերն ունեն ևս մեկ լրացուցիչ շերտ՝ էպիկուտիկուլան, մոմաշերտը, որը կազմված է ճարպային միացություններից և պաշտպանում է մարմինը խոնավության կորստից։ Խիտինային ծածկույթում տարբերակվում են հաստացած հատվածներ, սկլերիտներ և բարակ փափուկ մասեր, մեմբրաններ, որոնք տեղադրված են մարմնի հատվածների միջև և ապահովում են նրա շարժողականությունը։ Նրա ամրության պատճառով կենդանու աճը ուղեկցվում է պարբերական մաշկափոխությամբ։ Մարմնի հատվածավորությունը հետերոնոմ է, ընդ որում հատվածների համանման խմբերը կազմում են 3 բաժիններ՝ տագմաններ՝ գլուխ, կուրծք և փորիկ։ Գլխի վրա գտնվում են բերանը և զգարաները։ Գլխային բաժինը կազմված է ակրոնից և 4 հատվածներից։ Ակրոնը բարդ գոյացություն է, կազմված է միաձուլված նախաբերանային դիակից և 2 հատվածներից։ Կրծքային բաժինը կատարում է հիմնականում շարժողական գործառույթ, իսկ փորիկում տեղադրված են ներքին օրգանները։ Կրծքային և փորիկային բաժինների հատվածների քանակը փոփոխական է։ Մարմնի հատվածների քանակը տատանվում է 3-ից 5-ից մինչև մի քանի տասնյակի։ Մարմինն ավարտվում է անալ թիակով՝ թելսոնով։ Հատվածավոր վերջույթների առկայությունը կարևոր առաջադիմական առանձնահատկություն է։ Դրանք պատկված են կուտիկուլայով, կատարում են շարժողական և այլ գործառույթներ։ Տարբեր տեսակների մոտ վերջույթների որոշ մասը ձևափոխվել է զգայարանների, մյուսները՝ ծնոտների կամ կատարում են շնչառական և սեռական գործառույթներ։ Մկանունքը տարբերակված է տարբեր գործառույթներ կատարող մկան համակարգերի։ Գլխի վրա առավել զարգացած են ծամող, կրծքի վրա շարժումն ապահովող մկանները։ Երկայնակի և մեջքափորային առանձին մկանների փնջերը ապահովում են մարմնի հատվածների շարժումը։ Մկանային հյուսվածքը լայնակի զոլավոր է, նրանց հատկապես թևերի մկաներին բնորոշ է կծկումների բարձր հաճախականություն։ Մկանների հարաբերական ուժը կարող է ավելի մեծ լինել, քան կաթնասուների մկանային ուժը։ Օրինակ՝ միջատները կարող են տեղաշարժել իրենց սեփական քաշից 14-ից 25 անգամ գերազանցող բեռը։ Հոդվածոտանիների մարմնի խոռոչը խառը ծագում ունի միքսոցելը, առաջացել է ի հաշիվ ցելոմի և առաջնային խոռոչի միաձուլման։ Միքսոցելը 2 ստոծանիներով բաժանված է ծոցերի՝ սինուսների, պերիկարդիալ, վիսցերալ և պերինևրալ։ Առաջինում տեղադրված է սիրտը, երկրորդում՝ նյարդային համակարգը, երրորդում՝ մնացած ներքին օրգանները։ Միքսոցելը լցված է հեմոլիմֆայով։ Մարսողական համակարգը կազմված է 3 բաժիններից։ Առջևի բաժնում առանձնացված են կերակրափողը և ծամող ստամոքսը։ Աղիքի միջին հատվածում կատարում է մարսում և սննդի ներծծում։ Մարսողական գեղձերի դեր են կատարում լյարդը կամ հատուկ պիլորիկ հավելուկները։ Հոդվածոտանիների արյունատար համակարգը բաց տիպի է, արյունատար անոթները թույլ են զարգացած։ Հեմոլիմֆան պտտվում է մասամբ անոթներով, մասամբ էլ միքսոցելի ծոցերով։ Առկա է խողովակաձև բազմախցանի սիրտ, որը ձևափոխված մեջքային արյունատար անոթ է։ Սրտի վրա կան զույգ կողքային անցքեր՝ փակվող փականերով օստեաններ։ Արյունը սրտի խցեր է լցվում փակվող փականերով զույգ կողքային օստեաների օգնությամբ և դուրս է մղվում զարկերակներով դեպի միքսոցելի ծոցերը։ Հոդվածոտանիների նյարդային համակարգը որովայնային շղթա է, ուր տարբերակվում են վերկլանային գանգլիան, գլխուղեղը, շուրջկլանային օղակը և որովայնային շղթայի գանգլիաները։ Վերջինները միացած են միմյանց հետ կոնեկտիվաներով։ Պարզունակ ձևերի մոտ այն նյարդային համակարգը օրթոգոն է։ Հոդվածոտանիները բնութագրվում են բարդ վարքագծով և տարածության մեջ կողմնորոշվում են զարգացած զգայարանների օգնությամբ։ Ունեն բարդ ֆասետային աչքեր կամ պարզ աչուկներ, հոտառական լսողության, հավասարակշռության և քիմիական զգայարաններ։ Շնչառության օրգանները ջրային տեսակների մոտ ներկայացված են խռիկներով, ցամաքայինների մոտ՝ թոքերով, կեղծ տրախեաներով կամ տրախեաներով։
Որոշ մանր տեսակների մոտ կատարվում է մաշկային շնչառություն։ Արտադրության օրգանները երիկամներն են, ձևափոխված ցելոմոդուկտները, 1-ից 2 զույգ։ Ցամաքային ձևերին բնորոշ է մալպիգյան անոթներ, որոնք օրգանիզմում տնտեսում են նաև ջուրը։ Հոդվածոտանիների բազմացումը սեռական է, մեծամասնությունը բաժանասեռ կենդանիներ են, սակավ հանդիպում են հերմաֆրոդիտներ։ Ոչ տեսակներին հատկանշական է կուսածունությունը, բազմացումը կատարվում է թերի և լրիվ կերպարանափոխությամբ, սակավ ուղիղ, առանց թրթուրի առաջացման։ Տիպը ստորաբաժանվում է 4 ենթատիպերի՝ տրիլոբիտանմաներ, խռիկաշունչներ, խելիցերավորներ և տրախեաշունչներ։ Ենթատիպ տրիլոբիտանմաներ պալեոզոյան դարաշրջանից հայտնի ծովային հոդվածոտանիների անհետացած պարզունակ խումբ է։ Հայտնի է բրածո վիճակում, ենթատիպին է պատկանում մի քանի դասեր, սակայն առավել տարածված է եղել տրիլոբիտների դասը։ Ենթատիպին բնորոշ առանձնահատկություններն են մարմնի ստորաբաժանումը, գլխի և հոմոնոմ հատվածներից կազմված իրանի, մեկ զույգ միաճյուղ բեղիկների, անտենուլների առկայությունը, երկճյուղ բազմագործառույթ վերջույթները և խռիկային շնչառությունը։ Դաս տրիլոբիտներ հայտնի է մոտ 10,000 բրածո տեսակ, որոնք բնակվել են ծովերում և օվկիանոսներում։ Այն կարևոր խումբ է հոդվածոտանիների տիպի պատմական ծագման հարցի լուծման առումով։ Տրիլոբիտների մարմնի կառուցվածքն ամբողջովին համապատասխանում է հոդվածոտանիների կազմավորվածությանը, և դրա հետ մեկտեղ տրիլոբիտների մոտ պարզ երևում է նմանությունը ազգագետ օղակավոր որդերի հետ։ Տրիլոբիտների մարմինը կազմված է ամբողջական գլխից և հոմոնոմ հատվածավորված իրանից։ Որոշ տրիլոբիտների մոտ մարմնի վերջին հատվածները և անալթիակը թելսոնը միաձուլվել են և առաջացրել պոչային զրահ պիգիդիում։ Գլուխը կազմված է ակրոնից և 4 հատվածներից, գլխային բաժինը ծածկված է վահանիկով, որի վրա տեղադրված են զույգ բարդ աչքերը, կենտ պարզ աչուկը, անտենուլները, խռիկային հավելուկներով 4 զույգ հատվածավոր ոտքերը։ Մարմնի մեջքային մակերեսով անցնում են 2 երկայնակի ակոսներ, առանձնացնելով կենտրոնական ուռուցիկ հատվածը, ռախիսը և կողքային 2 շերտերը, պլևրաները։ Այստեղից էլ առաջացել է նրանց անվանումը՝ եռաբլթավորներ։ Իրանը բաղկացած է երկճյուղ ոտքեր կրող շարժուն հատվածներից։ Ոտքերը կրում են խռիկային հավելուկներ, էպիպոդիդներ։ Ունեն նաև ծամող ելուստներ, կատարում են ինչպես շարժողական, այնպես էլ շնչառական և մարսողական գործառույթներ։ Տրիլոբիտները եղել են բաժանասեռ կենդանիներ, որոնց զարգացումը ընթացել է կերպարանափոխությամբ։ Հայտնաբերվել են նրանց բրածո ձևերը և թրթուրները, պրոտոասպիսները։ Վերջիններս նման են եղել պոլիխետների մետատրոխոֆոր թրթուրին։ Զարգացման ընթացքում տրիլոբիտները պարբերաբար մաշկափոխվել են, և յուրաքանչյուր մաշկափոխությունից հետո իրանային հատվածների քանակը ավելացել է։ Տրիլոբիտներն անկասկած կազմում են հոդվածոտանիների ամենապարզագույն խումբը։ Նրանց բնորոշ է իրանի հատվածների հոմոնոմություն, հատվածավորվածության հետքերի գլխի վրա, անտենուլների առկայություն և խռիկային հավելուկներով միատեսակ վերջույթներ։ Այս առանձնահատկությունները վկայում են առաջնային հոդվածոտանիների և նախնի օղակավոր որդերի հետ նրանց ազգակցական կապը։ Դրա հետ մեկտեղ նրանց մոտ դիտվում է մասնագիտացում դեպի խորքային կենսակերպ։ Տրիլոբիտները հավանաբար սնվել են պլանկտոնով և հատակային մանր կենդանիներով։ Նրանց թրթուրները վարել են պլանկտոնային կենսակերպ և ապահովել են կենդանու տարածումը։ Ենթատիպ խռիկաշունչներ սա ջրային հոդվածոտանիների ենթատիպ է, որոնց շնչառության օրգանները խռիկներն են։ Ենթատիպը ընդգրկում է միայն խեցգետնակերպերի դասը։ Խեցգետնակերպերը հիմնականում ջրային հոդվածոտանիների բազմաքանակ և բազմապիսի խումբ է։ Նրանց են պատկանում մոտ 40,000 ժամանակակից տեսակներ, որոնք զբաղեցնում են գրեթե բոլոր տեսակի ջրավազանները։ Հիմնականում ակտիվ լողացող կամ սողացող կենդանիներ են։ Հանդիպում են նաև նստակյաց ձևեր, ինչպիսիք են ծովային կաղնիներն ու բադիկները։ Որոշ տեսակներ հարմարվել են ցամաքային կենսակերպին։ Օրինակ, նեպուկները բնակվում են տարբեր գոտիականության հողերում, անգամ անապատներում, սակայն վարում են թաքնված կենսակերպ և փորում են խորը բներ։ Ցամաքի խոնավ արևադարձային շրջաններում հողում հանդիպում են կողալողեր և ծովախեցգետիների ցամաքային ձևեր։ Քիչ չեն ջրային անողնաշարավոր կենդանիների և ձկների մակաբույծները։ Մեծ է խեցգետնակերպերի դերը ջրային էկոհամակարգերի կենսաբանական շրջապտույտում և ջրի կենսաբանական մաքրման գործում։ Պլանկտոնային խեցգետնիկները հիմնականում սնվում են միաբջիջ ջրիմուռներով և ջրում կախված օրգանական մասնիկներով, իսկ նրանցով են սնվում ձկները, անգամ հսկա գետերը։ Խեցգետնակերպերը ներկայացնում են կենսաֆիլտրատների և դետրիտոֆագերի բազմաքանակ խումբ։ Խեցգետնակերպերի մարմնի չափերն ու ձևերը բազմազան են։ Հանդիպում են մանր մինչև 1 մմ-ից խոշոր մինչև 1,5-ից 2 մետր երկարությամբ տեսակներ։ Մարմնի հատվածավորվածությունը մոտ է հոմոնոմի։ Հատվածների թիվը կարող է տատանվել 5-ից 50-ի սահմաններում։ Դիտվում է նաև գլխային և կրծքային հատվածների տարբեր աստիճանի սերտաճում։ Խեցգետնակերպերի մարմինը կազմված է գլխից, կրծքից և փորիկից։ Մարմնի ծածկույթները ներկայացված են խիտինային կուտիկուլայով, որը մասամբ ամրանում է ածխաթթվային կրի աղերով և նրա տակ գտնվող հիպոդերմալ էպիթելով։
Հատվածների ամրացած մասերը մեջքի մակերեսին առաջացնում են տերգիտներ, փորիկի մակերեսին ստերիդներ, գլխի խիտինային ծածկույթների մի շարք դեպքերում առաջացնում են մեջքային ծալ, կարապաքս, որը ծածկում է նաև կուրծքը կամ ամբողջ մարմինը։ Բարձրակարգ հազգետնակերպերի մոտ կարապաքսի կողքային մասերը ծածկում են խռիկները։ Խիտինային կուտիկուլայի կազմի մեջ են մտնում տարբեր գունակներ, որոնք ապահովում են հովանավորող գունավորումը, հատկապես մեծ կայունություն ունեն կարմիր գունակները, որոնք պահպանվում են անգամ կենդանուն ֆորմալինի մեջ ֆիքսելիս կամ եռացնելու ժամանակ։ Մարմնի հատվածները կրում են զույգ երկճյուղ վերջույթներ, վերջինս պարզունակ հատկանիշ է։ Խեցգետնակերպերի տիպիկ վերջույթները կազմված են բազալ հատվածից, պրոպոդիդից, որից դուրս են գալիս երկու ճյուղեր՝ արտաքին էկզոպոդիդ և ներքին էպիպոդիդ։ Ի սկզբանե վերջույթները բազմագործառույթ են, կատարում են տեղաշարժական, շնչառական և սննդառությանը օժանդակող գործառույթներ, սակայն տեսակների մեծամասնության մոտ դիտվում է վերջույթների ձևաբանագործառույթային տարբերակում։ Գլուխը կազմված է գլխային թիակից, ակրոնից և 4 հատվածներից, կրում է ակրոնի հավելուկները, առաջին անտեններ և 4 հատվածների վերջույթները, երկրորդ անտեններ, մեկ զույգ մանդիբուլներ և երկու զույգ մաքսիլներ։ Գլուխը կարող է լինել սերտաճած կամ կազմված լինել երկու հոդավորված բաժիններից՝ պրոտոցեֆալոնից և գնատոցեֆալոնից։ Շատ խեցգետնակերպերի մոտ, օրինակ գետի խեցգետնի գնատոցեֆալոնը, սերտաճած է կրծքային բաժնի հետ, որը բերել է ծնոտակրծքի գնատոտորաքսի առաջացմանը՝ ծածկված մեջքային զրահով, կարապաքսով։ Խեցգետնակերպերի կրծքի և փորիկի բաժինների հատվածները և նրանց համապատասխան վերջույթների թիվը տարբեր տեսակների մոտ տարբեր է։ Բարձրակարգ խեցգետնակերպերի կուրծքը բաղկացած է 8, փորիկը 6, ամբողջ մարմինը 18 հատվածներից։ Կրծքային բաժինը հիմնականում կատարում է շարժողական գործառույթ։ Խեցգետինների մի մասի կրծքային վերջույթները բազմագործառույթ են, ինչպես խռիկաոտի մոտ, իսկ գետի խեցգետնի մոտ կրծքային ոտքերից առաջին 3 զույգը երկճյուղ ոտածնոտներ են, հաջորդ 3 զույգը միաճյուղ քայլող և միաժամանակ բռնող ոտքեր են՝ ծայրին չանճերով։ Դրա հետ մեկտեղ կրծքային բոլոր վերջույթները հիմքի մոտ կրում են խռիկներ և լրացուցիչ կատարում են շնչառական գործառույթ։ Փորիկի բաժինը կազմված է մի քանի հատվածներից ու թելսոնից և հաճախ զուրկ է վերջույթներից, սակայն բարձրակարգ խեցգետնիների մոտ փորիկը երկճյուղ վերջույթներ է կրում։ Գետի խեցգետնի արուների առաջին 2 զույգ փորիկի ոտքերը ձևափոխվել են զուգավորման օրգանների, իսկ մնացածը ծառայում են լողալու համար։ Էգերի մոտ առաջին 4 զույգը թերզարգացած են, իսկ մնացածը լողալու և մատղաշ սերունդը հասունացնելու համար են։ Որովայնային ոտքերի վերջին զույգը 18-անի խեցգետիններից շատերի մոտ ունի կրկնակի լայն թիթեղների ձև։ Դրանք կոչվում են ուրոպոդներ և թելսոնի հետ միասին կազմում են հնգատիակ լողակ։ Առանց որովայնային վերջույթների խեցգետնակերպերի մոտ մարմնի ծայրին սովորաբար կան թելսոնի հատվածավոր ելունդներ, եղանիկներ, ֆուրկա։ Ծովախեցգետինների մոտ փորիկն անպաճած է։ Խեցգետնակերպերի մարսողական համակարգը կազմված է 3 բաժիններից։ Էկտոդերմալ առջևի աղեն կազմված է կերակրափողից և ծամող ստամոքսից։ Գետի խեցգետնի ծամող ստամոքսում կան խիտինային ատամներ և հատուկ աղացքարեր, որոնց օգնությամբ կերը տրորում է ստամոքսի պիլորիկ հատվածում, սնունդը ֆիլտրվում է։ Միջնաղու մեջ են բացվում երկբլթանի լյարդի ծորանները։ Միջնաղու և լյարդի զարգացման մեջ կա հակադարձ կորելյատիվ կապ։ Այսինքն, օրինակ Դաֆնիայի մոտ լյարդը փոքր է, միջնաղին երկար, իսկ գետի խեցգետնի մոտ լյարդը լավ զարգացած է, միջնաղի նման է կարճ կույր ելունդի և սնունդը հիմնականում մարսվում ու ներծծվում է լյարդի խողովակներում։ Հետնաղին ուղիղ է։ Խեցգետինների մոտ մաշկափոխության ժամանակ գծվում է ոչ միայն արտաքին խիտինային ծածկույթը, այլ նաև աղիքի առջևի և հետին բաժինների էկտոդերմալ ծածկույթը։ Այդ ընթացքում մինչև նոր խիտինային ծածկույթի ամրանալը խեցգետնակերպերը չեն սնվում։ Խեցգետնակերպերի մեծամասնությունը շնչում է խռիկներով, որոնք փետրանման կամ թեթեղանման ելունդներ են։ Խռիկները սովորաբար գտնվում են կրծքային վերջույթների վրա, իսկ բերանավորների և հավասարավորների մոտ կրծքային ոտքերն ամբողջովին փոխակերպվել են խռիկների։ Բարձրագույն խեցգետնակերպերի մոտ խռիկներն են առաջանում ոչ միայն ոտքերի վրա, այլ նաև մարմնի պատի վրա, կարապաքսի տակ, խռիկային ճեղքերում։ Մանր խեցգետնակերպերից շատերը զուրկ են խռիկներից և շնչում են մարմնի ամբողջ մակերեսով։ Ցամաքաբնակ խեցգետնակերպերը շնչում են հատուկ շնչառական օրգաններով, կեղծ տրախեաներով։ Նրանց զրահի կողքի մասերում երկար ժամանակ պահպանվում է խոնավությունը։ Դրանց շնչառության համար անհրաժեշտ է նաև օդի բարձր խոնավություն։ Անգամ անապատային էպուկները, որոնք ավազանների մեջ 1 մետր խորությամբ բուն են փորում, ապրում են 90% խոնավության պայմաններում։ Խեցգետնակերպերի արյունատար համակարգը բաց տիպի է, արյունը հեմոլիմֆա, սիրտը հիմնականում խողովակաձև է, մի քանի խցերով և օստեաներով։ Սիրտը գտնվում է հատուկ պերիկարդիալ ծոցում։ Հեմոլիմֆան պերիկարդից օստեաների միջով գնում է սիրտ։ Սրտի խցերի կծկման ժամանակ օստեաների փակաները փակվում են, բացվում են սրտի խցերի փականները։ Հեմոլիմֆան սրտից անցնում է զարկերակներ։ Գետի խեցգետնի մոտ սրտից դուրս են գալիս զարկերակներ դեպի գլուխ և երկուսը դեպի հետ, ներքին օրգաններ և փորիկի ծայրը։
Զարկերակներից հեմոլիմֆան լցվում է օրգանների միջև ընկած հատվածներին, տալիս է թթվածին և հարստանում աստղաթթու գազով։ Արյունը մասամբ ողողում է նաև արտաթորության օրգանները, երիկամները, ուր ազատվում են նյութափոխանակության արգասիքներից։ Բերող անոթներով այրունը մտնում է խրիկների մազանոթային համակարգ և հետո լցվում պերիկարդիալ ծոց։ Սրտի դիրքը կապված է շնչառական օրգանների տեղադրության հետ։ Արտաթորության օրգանները երկու զույգ երիկամներն են, որոնք ձևափոխված ձելոմոդուկտներ են, տեղադրված գլխային բաժնում և միաժամանակ հանդես չեն գալիս։ Առաջին զույգը անտենալ գեղձերն են, որոնց արտաթորության ծակոտիները բացվում են երկրորդ զույգ անտեների հիմքում, իսկ երկրորդ զույգը մաքսիլյար, որոնց արտաթորության ծակոտիները բացվում են երկրորդ զույգ մաքսիլների հիմքի մոտ։ Խեցգետնակերպերի նյարդային համակարգը պարզագույն ձևերի խրիկավոտների մոտ օրթոգոն է, իսկ մեծամասնության մոտ որովայնային նյարդային շղթա։ Այն կազմված է զույգ վերկլանային գանգլիաներից, շուրջկլանային օղակից և որովայնային նյարդային շղթայից։ Խեցգետնակերպերի մոտ դիտվում է գանգլիաների օլիգոմերիզացիա։ Գետի խեցգետնին, որի մարմինը կազմված է 18 հատվածներից և թելսոնից, շղթայում կա 12 նյարդային հանգույցներ, մեկը ենթակլանային, 5 կրծքային և 6 որովայնային, իսկ կիկլոպների և ծովախեցգետնիների որովայնային շղթայի բոլոր գանգլիաները միացել են մեկ հանգույցի մեջ։ Խեցգետնակերպերի ուղեղը կազմված է սնկանման մարմնիկով, պրոտոցերեբրիումի և դեյտոցերեբրիումի զույգ մասերից։ Առաջինը նյարդավորում է ակրոնը և աչքերը, իսկ երկրորդը՝ անտենուլները։ Գանգլիաների կազմի մեջ են մտնում նեյրոսեկրետորային բջիջները, որոնց արտազատած հորմոններն ազդում են կենդանու օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության, մաշկափոխության և զարգացման վրա։ Զգայարանները բազմապիսի են՝ հոտառական և քիմիական զգայական օրգաններ, ստատոցիստներ, բարդ և պարզ աչքեր։ Գրեթե բոլոր խեցգետնակերպերի մոտ շատ լավ են զարգացած պարզ և բարդ ֆասետային աչքերը, իսկ խորքաբնակ, նստակետ և մակաբույծ ձևերի մոտ աչքերը բացակայում են։ Պարզ աչքերը ներթարսված տիպի են, որոնք 2-ից 4 խմբավորվում և առաջացնում են նաուպլիալ աչք, որը բնորոշ է նաուպլիուս թրթուրին։ Ցողունիկների վրա նստած ֆասետային աչքերը կազմված են օմատիդներից, դրանցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է խիստ ձգված կոն, որոնք իրարից անջատված են պիգմենտային բջիջներով։ Վերևից օմատիդն ունի 6 անկյունաձև եղջերաթաղանթ, քանի որ օմատիդներն իրարից անջատված են պիգմենտով, ապա դրանցից յուրաքանչյուրն ընկալում է պատկերի մի փոքր մասը։ Դրանք միասին ցույց են տալիս ամբողջ պատկերը։ Նման տեսողությունը կոչվում է խճանկարային կամ մոզաիկ։ Որոշ խեցգետնակերպեր ունեն հավասարակշռության օրգան ստատոցիստներ։ Գետի խեցգետնի մոտ դրանք գտնվում են անտենուլների հիմքի մոտ։ Այն իրենից ներկայացնում է ծածկույթների խորը ներփքում, որը ներսից սփռված է զգայական մազիկներով բարակ կուտիկուլայով։ Ստատոլիտների դեր են կատարում արտաքին անցքից ներս ընկած ավազեհատիկները։ Մարմնի դիրքի փոփոխման ժամանակ ավազահատիկները գրգռում են զգայական մազիկները և համապատասխան նյարդային իմպուլսները հասնում են ուղեղ։ Մաշկափոխության ընթացքում խեցգետնինը կորցնում է նաև իր հավասարակշռությունը, քանի որ ստատոցիստի նուրբ կուտիկուլը նույնպես մաշկափոխվում է։ Խեցգետնակերպերը բաժանասեռ կենդանիներ են, սակայն որոշ անշարժ ձևերի մոտ հանդիպում է նաև հերմաֆրոդիտ տեսակներ։ Տեսակներից շատերի մոտ արտահայտված է սեռական դիմորֆիզմը։ Արուների մոտ անտեները կամ փորիկի ոտքերը երբեմն փոխակերպված են բռնող օրգանների։ Որոշ տեսակների էգերին անմիջապես կարելի է տարբերակել փորիկին ամրացված ձվապարկերով։ Բարձրագույն խեցգետնակերպերը ձվապարկեր չունեն։ Գետի խեցգետնի արուների փորիկի 1-ից 2 զույգ ոտքերը կատարում են զուգավորման օրգանների դեր։ Մակաբույծ և անշարժ բեղավոտավոր խեցգետնիների արուները մի քանի անգամ փոքր են էգերից։ Խեցգետնակերպերի հոնատները զույգ են, երբեմն մասամբ սերտաճած։ Սեռական ծորանները և անցքերը զույգ են։ Որոշ տեսակների էգեր ունեն սերմնաընդունիչներ, այլ տեսակների արուների մոտ առկա են սերմնափամփուշտները, որոնց արտազատած սոսնձող նյութը սոսնձում է սպերման և ձևավորում է սպերմատոֆորներ։ Բեղմնավորումը կարող է լինել սպերմատոֆորային կամ կոպուլյատիվ։ Գետի խեցգետնի հիկական սեռական անցքը գտնվում է կրծքային 6-րդ հատվածի վրա, քայլող 3-րդ զույգ ոտքերի հիմքի մոտ, իսկ արականը կրծքային 8-րդ հատվածի վրա, քայլող 5-րդ ոտք զույգերի հիմքի մոտ։ Արուների փորիկի 1-ից 2-րդ զույգ ոտքերը փոխակերպված են զուգավորման խողովակների։ Բեղմնավորումը գետի խեցգետնի մոտ ներքին է։ Խեցգետնակերպերի բազմացումը սեռական է։ Ստորակար տեսակների մոտ հանդիպում է կուսածունություն և կուսածին ու երկսեռ հերթագայում (հետերոգոնիա)։ Ձվի տրոհումը կարող է լինել լրիվ, որի դեպքում զարգացումը տեղի է ունենում մետամորֆոզով։ Ընդ որում, առաջին թրթուրային փուլը՝ նաուպլիուսը, բնորոշ է բոլոր խմբերին։ Նաուպլիուսը վերածվում է մետանաուպլիուսի։ Բարձրագույն խեցգետնակերպերի մոտ մետանաուպլիուսից հետո առաջանում են հատուկ թրթուրային փուլ՝ զոեա։ Շատերի մոտ, օրինակ, գետի խեցգետնի զարգացումը ուղիղ է։ Ըստ դասակարգման խեցգետնակերպերը ստորաբաժանվում են 5 ենթադասերի՝ խրիկավոտավորներ, ցեֆալոկարիդներ, ծնոտավոտավորներ, խեցիավորներ և բարձրակարգ խեցգետնակերպեր։ Ենթադաս խրիկավոտավորներ ամենապարզունակ խեցգետնակերպերն են, որոնք ունեն մարմնի առավել հոմոնոմ հատվածավորվածություն, կրծքային բազմագործ ծառույթ ոտքեր, գլուխը կրծքերից սերտաճած չէ,
Ունեն բարդ աչքեր և պարզ նաուպլիուսի աչուկ։ Փորիկի բաժինը ոտքեր չունի, տելսոն ավարտվում է եղանիկով, երիկամները մաքսիլյար են, զարգացումն ընթանում է կերպարանափոխությամբ, նաուպլիուս և մետանաուպլիուս թրթուրների առաջացմամբ, երբեմն զարգացումը ուղիղ է, ենթադասին են պատկանում խռիկաոտերի և թիաոտերի կարգերը, կարգ խռիկաոտեր կամ անզրահավորներ։ Այս խռիկաոտավորները ամենապարզունակն է խեցգետնակերպերի մեջ, որոնք կարապաքս չունեն։ Գլուխը միաձույլ չէ և կազմված է պրոտոցեֆալոնից, որի վրա տեղադրված են անտենուլները, անտենները, ցողունիկի վրա նստած ֆասետային աչքերը, մեկ նաուպլիուսի աչքը և ծնոտներով 3 ազատ գլխային հատվածները։ Կրծքային բաժինը կազմված է 11-ից 19 հոմոնոմ հատվածներից, որոնք կրում են համապատասխան քանակությամբ զույգ վերջույթներ։ Դրանք տերևանման են և բազմագործառույթ։ Փորիկը սովորաբար նեղ է, կազմված 8 հատվածներից առանց վերջույթների։ Թելսոն ավարտվում է եղանիկով։ Արուների մոտ փորիկի առջևի 2 հատվածների վրա կան զուգավորման օրգաններ, իսկ էգերի մոտ ձվախողովակներ։ Սիրտն ունի բազմաթիվ օսցիաներ, նյարդային համակարգը օրթոգոն է, երիկամները մաքսիլյար են, զարգացումը կերպարանափոխությամբ, հաճախ զարգացումը ուղիղ է։ Խռիկաոտավորները բնակվում են ցամաքող ջրամբարներում, արկտիկական սառը լճերում և աղի ջրամբարներում, հայտնի է մոտ 180 տեսակ, որոնք սնվում են միաբջիջ ջրիմուռներով, մանր օրգանական մնացորդներով։ Ժամանակավոր քաղցրահամ ջրամբարներում հաճախ կարելի է հանդիպել բրանխիպուս և պրիստոցեֆալիուս տեսակները, քիչ աղիավուն և չափազանց աղի ջրավազաներում բնորոշ են արտեմիա ցեղի խեցգետնիկները, դրանց բազմացումն ակվարիումային ձկներին կերակրելու համար։ Կարգ թիավոտեր։ Նախորդ կարգի ներկայացուցիչներից տարբերվում են նրանով, որ ունեն գլխակրծքային կարապաքս, որը ծածկում է մարմնի մեծ մասը, կրծքային ոտքերը տերևանման են, ֆասետային աչքերը ցողունիկ չունեն։ Կարգը բաժանվում է մի քանի ենթակարգերի, որոնցից մենք կդիտարկենք երկուսը։ Ենթակարգ վահանագիրներ ունեն կարապաքս, որը մեջքից ծածկում է գլխային և կրծքային բաժինները։ Հաճախ լողում է մեջքի վրա և կարապաքսն այս դեպքում նման է նավակի։ Գլխի վրա են ֆասետային զույգ աչքերը, մեկ նաուպլիուսի աչուկը, թերզարգացած անտեններն ու անտենուլները, խոշոր մանդիբուլներն ու 2 զույգ մանր մաքսիլները։ Կրծքային բաժինը ներառում է 10-ից 40 հատված։ Առաջին 10 հատվածները կրում են մեկական զույգ ոտք, իսկ հաջորդներին 2-ից 4-ական զույգ։ Կրծքային ոտքերի առաջին 2 զույգը ունեն երկար հատվածավոր հավելուկներ, որոնք կատարում են զգայարանների դեր։ Փորիկը կարճ է, կրում է եղանիկ։ Վահանագիրները հաճախ բնակվում են ժամանակավոր ջրամբարներում և ջրափոսերում։ Ձվերը երկար ժամանակ կարող են դիմանալ չորացմանը և ջերմաստիճանի տատանումներին։ Զարգացումը կերպարանափոխությամբ է, թրթուրները նաուպլիուս և մետանաուպլիուս։ Հայտնի է վահանագիրներ 2 ցեղի 9 տեսակ։ Այս կենդանիները տեսակների երկարակեցության հազվագյուտ օրինակներ են։ Այսպես օրինակ Triops cancreniformis ժամանակակից տեսակը հայտնի է բրածո վիճակում դեռևս տրիասից։ Հետաքրքիր է, որ այս տեսակը 200 միլիոն տարիների ընթացքում չի փոփոխվել։ Ենթակարգ ճյուղաբեղավորներ։ Մանր պլանկտոնային խեցգետնիկներն ունեն կարապաքս, որը ձևով հիշեցնում է երփեղկանի խեցի։ Կարապաքսի փեղկերը որովայնային կողմից բացված են, գլխի վրա տեղադրված է մեկ ֆասետային աչքը, որն առաջացել է զույգ աչքերի միաձուլումից, և մեկ նաուպլիուսի աչուկ։ Անտենուլները թերաճած են, իսկ անտենները շատ խոշոր են, երկճյուղ և ծառայում են տեղաշարժման համար։ Կրծքային բաժինը կազմված է 4-ից 6 հատվածներից։ Կրծքային ոտքերը հիմնականում կատարում են ֆիլտրող ապարատի դեր։ Դրանց վրա կան շարքերով խոզաններ, որոնց միջով ջուրը քամում է մանր օրգանիզմներից և օրգանական մասնիկներից։ Շնչառությունը հիմնականում մաշկային է։ Փորիկի բաժինը կարճացած է, չհատվածավորված, ճանկանման եղանիկով։ Ճյուղաբեղավորների կենսաշրջանը բավականին բարդ է։ Ձմեռը ձվերից գարնանը դուրս են գալիս կուսածին էգերը, բարենպաստ պայմաններում ջրամբարներում զարգանում են մի քանի կուսածին սերունդներ։ Չբեղմնավորված ձվերը դրվում են ձվադրման խցերում, իսկ դրանցից դուրս են գալիս մատղաշ ջրալվերը, որոնք անցնում են ինքնուրույն կյանքի։ Աշնան էգերը դնում են չբեղմնավորված ձվերի առաջին մասնաբաժինը, որոնցից դուրս են գալիս միայն արուներ։ Նույն էգերը որոշ ժամանակ անց դնում են ձվերի երկրորդ մասնաբաժինը, որոնք հասունացման ընթացքում ենթարկվում են մեյոզի և ստանում քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ։ Դրանց զարգացումը տեղի է ունենում բեղմնավորումից հետո։ Ձվադրման խցերում բեղմնավորված ձվերը ծածկվում են խիտ թաղանթով և ձևավորվում է էֆիպիպա։ Վերջիններիս մեջ կարող է լինել 1-ից 2 ձու։ Դրանք ձմեռում են, իսկ գարնան նրանցից դուրս են գալիս կուսածին էգեր։ Ջրալվերի մոտ զարգացման ընթացքում տեղի է ունենում ևս մի հետաքրքիր երևույթ՝ ցիկլոմորֆոզ։ Դա կուսածին սերունդների սեզոնային մոդիֆիկացիոն փոփոխականությունն է։ Պարզվել է, որ գարնանային և աշնանային էգերի սերունդներն ավելի մանր են, քան ամառային սերունդները, ինչպես նաև տարբերվում են մարմնի համաչափությամբ, խոզաների զարգացմամբ։ Ենթադաս ցեֆալոկարիդներ։
Մանր 3 մմ երկարությամբ խեցգետնիկներ են, բնակվում են ծովային տիղմի մեջ։ Գլուխը միաձուլ է, սակայն միաձուլված չէ կրծքային հատվածների հետ։ Գլխի վրա կրում են երկու զույգ անտեններ, ծնոտներ և երկու զույգ ոտքեր, որոնք նման են կրծքային ոտքերին։ Կրծքային բաժինն ունի հոմոնոմ հատվածավորվածություն և միանման բազմագործառույթ վերջույթներ։ Կրծքի վերջին երկու սեռական հատվածների վրա ոտքերը թերաճած են։ Կրծքային և փորիկի բաժինները զարգացած են համաչափորեն։ Ցեֆալոկարիդները բաժանասեռ կենդանիներ են, սակայն արտաքնապես իրարից չեն տարբերվում։ Էգը ձվապարկը կրում է փորիկի վերջին հատվածի վրա։ Ձվերից դուրս են գալիս թրթուրները, որոնք նման են հասուներին, սակայն ունեն փորիկի ընդամենը 3 զույգ հատվածներ, լրիվ զարգացած մանդիբուլներ և անտեններ։ Հետագա զարգացման ժամանակ յուրաքանչյուր մաշկափոխությունից հետո ավելանում է մարմնի 1-ից 2 զույգ հատված։ 18 մաշկափոխությունից հետո խեցգետնիկը դառնում է սեռահասուն, թրթուրները հասունների նման վարում են խորքային կենսակերպ։ Ենթադարձ ծնոտավոտավորներ։ Սրանց գլուխը սերտաճած է կրծքային առաջին հատվածի հետ, առաջացնելով գլխակուրծք։ Կրծքային բաժինը սովորաբար կազմված է 6 սակավ 4-ից 5 հատվածներից, իսկ կրծքային ոտքերը ծառայում են միայն լողալու համար։ Խռիկներ չունեն։ Գլխի վրա կան երկու զույգ անտեններ։ Մանդիբուլները հզոր են, մաքսիլները քամուղ ապարատի դեր են կատարում։ Ոտածնոտների առաջին զույգը կատարում է մաքսիլների դեր, իսկ մյուս երկուսը մնացած կրծքային ոտքերի հետ միասին կատարում են լողալու գործառույթ։ Փորիկը զուրկ է ոտքերից, թելսոնը եղանիկով է։ Ենթադասը ստորաբաժանվում է մի քանի կարգերի։ Կարգ թիավոտավորներ։ Այս կարգի խեցգետնիկներին բնորոշ է մարմնի հետևյալ բաժինները՝ գլխակուրծք, որն առաջացել է գլխի և կրծքի մեկ հատվածի միաձուլման արդյունքում, 5 հատվածներից կազմված կուրծք, 4 հատվածներից և տելսոնից բաղկացած փորիկ։ Գլխակուրծքը և կուրծքը միասին կազմում են պրոսոմայի բաժինը, իսկ փորիկի հատվածները՝ ուրոսոման։ Գլխակուրծքը կրում է 1 նաուպլիուսի աչք և 6 զույգ վերջույթներ, երկար անտենուլներ, որոնք կատարում են լողալու և զգայական գործառույթ, երկճյուղ երկրորդ զույգ անտեններ, խոշոր մանդիբուլներ երկճյուղ շոշափուկով, իսկ զույգ մաքսիլներ, որոնք կատարում են ֆիլտրող գործառույթ, զույգ ոտածնոտներ, որոնք ծառայում են սնունդ բռնելու համար։ Բոլոր կրծքային ոտքերը երկճյուղ են և լողարկող։ Դրանց շարժումը նման է թիակների, ինչի համար ստացել են կարգի անվանումը։ Փորիկի ծայրի եղանիկը հաճախ կրում են երկար խոզաներ և փետրավոր ելուստներ, որոնք ապահովում են սահքը ջրում։ Թիավոտավորները շնչում են մարմնի մակերեսով։ Արյունատար համակարգը զարգացած չէ, բազմացումը սեռական է։ Տեսակներից շատերի մոտ արտահայտված է սեռական դիմորֆիզմը։ Ahorների մոտ անտենուլները և 5-րդ զույգ ոտքերը փոխակերպված են բռնող վերջույթների զուգավորման ժամանակ էգին բռնելու համար։ Էգի ձվադրած բեղմնավորված ձվերը սոսնձվում են 1 կամ 2 ձվապարկերի մեջ, որոնք ամրացած են լինում փորիկի առաջին հատվածի ստորին կողմում։ Զարգացումը կերպարանափոխությամբ է։ Ձվերից դուրս են գալիս նաուպլիուս թրթուրները, որոնք մի քանի մաշկափոխությունից հետո դառնում են մետանաուպլիուսներ։ Բացի դրանից, թիավոտավորներն ունեն ևս մեկ լրացուցիչ կոպերպոդայկին թրթուր, որը 6 մաշկափոխություններից հետո փոխակերպվում է ձևավորված խեցգետնիկի։ Թիավոտավորները էկոլոգիապես շատ բազմազան են, բնակվում են ծովերի տարբեր խորություններում, քաղցրահամ ջրերում, իսկ որոշ տեսակներ մակաբուծում են ձկների և այլ ջրային կենդանիների վրա։ Կարգի ներկայացուցիչներից են կալանուսները, որոնք հանդիպում են ծովային պլանկտոնում և հանդիսանում են ֆիլտրողներ, կիկլոպները, որոնք հիմնականում քաղցրահամ ջրերի բնակիչներ են, ֆիլտրողներ, բուսակերներ կամ գիշատիչներ։ Կիկլոպներից որոշ տեսակներ հանդիսանում են լայն ժապավենաձև որդի և ռիշտա միջակատերեր։ Կարգ ծածանակերներ։ Այս կարգի ներկայացուցիչները բնակվում են ծովերում և քաղցրահամ ջրերում։ Ձկների մասնագիտացված էկտոմակաբույծներ են, հայտնի է մոտ 60 տեսակ։ Բնորոշ ներկայացուցիչն է քաղցրահամ ջրերի ծածանավոչիլը։ Սրանց մարմինը տափակացած է, բաժանվում է կարապաքսով ծածկված գլխակրծքի, 4 ազատ կրծքային հատվածների և թերաչափածավորված փորիկի, որը կրում է լայն եղանիկներ։ Գլխակրծքի կարապաքսի վրա գտնվում են զույգ բարդ աչքեր, իսկ դրանց միջև 3 պարզ աչուկներ։ Առջևի բաժնի վերջույթները հարմարված են մակաբուծությանը, երկու զույգ անտեններն ունեն կարթերի ձև՝ տիրոջ մարմնին ամրանալու համար։ Մանդիբուլներն առաջացնում են սուր կնճիռ՝ արյուն ծծելու համար։ Առաջին մաքսիլները փոխակերպված են հզոր ծծիչների, երկրորդ մաքսիլները միաճյուղ են և նույնպես ծառայում են տիրոջ ամրանալուն։ Կրծքային հատվածները կրում են 4 զույգ լողարկող երկճյուղ ոտքեր։ Ծածանակերները հարձակվում են ձկների վրա, կարող են մակաբուծել նաև գորտերի վրա։ Զարգացումը կերպարանափոխությամբ է։ Կարգ բեղոտանիներ։ Ծովային խեցգետնակերպերի յուրօրինակ խումբ է, որոնք նստակյաց կյանք են վարում, արտաքինից նման չեն խեցգետնակերպերին։ Դրանց մարմինը պարփակված է առանձին թիթեղներից կազմված կրային զրահի մեջ։ Զրահի որոշ թիթեղներ բացվում են և առաջացած ճեղքից դուրս են գալիս կրծքային ոտքերը, որոնք ձևով նման են բազմաթիվ բարակ հատվածավոր բեղիկների։
Կրծքային ոտքերի օգնությամբ խեցգետնիկը ջրից սնունդ է քամում։ Ոտքերի շարժումը նպաստում է նաև շնչառությանը, քանի որ ջրի առաջացրած հոսքը ուղղողում է մարմնի նուրբ ծածկույթները։ Բեղոտանիների նստակյաց կենսակերպը բերել է նրանց մոտ որոշ օրգանների ապաճման։ Դրանք չունեն խռիկներ, արտադրության եւ արյունատար օրգանների համակարգեր։ Նյարդային համակարգը ներկայացված է միայն վերկլանային գանգլիաներով, տեսողության օրգաններ չունեն։ Դրա հետ մեկտեղ նկատվում է կոնվերգենցիա երփեղկանի փափկամարմինների հետ։ Նրանց մարմինը ծածկված է հատուկ թիկնոցով, որն արտազատում է զրահի թիթեղները։ Մեծամասնությունը հերմաֆրոդիտներ են, յուրաքանչյուր առանձնյակ ունի արական եւ իգական սեռական համակարգեր։ Բեղմնավորումը խաչաձև է, նստակյաց խեցգետիկներն առաջացնում են խիտ կուտակումներ եւ զուգավորման ժամանակ սպերման փոխանցվում է մյուս առանձնյակի թիկնոցային խոռոչ։ Ձվերը հասունանում են թիկնոցային խոռոչում։ Բեղոտանիների որոշ տեսակներ ունեն լրացուցիչ գաճաճ արուներ։ Դրանք զգալի փոքր են հերմաֆրոդիտ առանձնյակներից, առանց կմախքի եւ վերջույթների, բնակվում են նրանց թիկնոցային խոռոչում։ Ենթադրվում է, որ բեղոտանիների հերմաֆրոդիտիզմը երկրորդային երևույթ է եւ դրան նախորդել է սեռական կտրուկ դիմորֆիզմը մանր արուներով, իսկ հետագայում էգերը փոխակերպվել են հերմաֆրոդիտ առանձնյակների։ Հետաքրքիր է բեղոտանիների անհատական զարգացումը։ Ձվից դուրս են գալիս տիպիկ նաուպիլիուս թրթուրներ, հետո դրանք փոխակերպվում են հատուկ ցիբրիսանման թրթուրների, որոնք ունեն երփեղկանի զրահ, ինչով նմավում են ցիբրիսեղի խեցիավոր խեցգետիկներին։ Թրթուրն իջնում է ջրի հատակ եւ անտենուլների օգնությամբ ամրանում որևէ ամուր առարկայի։ Թրթուրի մարմնի առջևի հատվածը փոխարկվում է ամրացման օրգանի։ Ներբանի կամ ոտքի։ Մարմնի հետին ծայրը ծածկվում է զրահի փեղկերով, իսկ կրծքային ոտքերը զարգանում են որպես ֆիլտրող ապարատ։ Բեղոտանիների մեջ հանդիպում են նաև մակաբույծ ձևեր։ Մակաբույծների մասնագիտացված խումբ է ներկայացնում արմատագլխավորների ենթակարգը, որոնց է պատկանում խեցգետինների մակաբույծ Սացուլինո-քարցինիին։ Այն իրենից ներկայացնում է ձևաբանական ծայրահեղ դեգեներացիայի օրինակ։ Նրա մոտ ապաճառել են գրեթե բոլոր օրգան համակարգերը եւ մակաբույծն իրենից ներկայացնում է տձև ճյուղավորված զանգված։ Միայն անհատական զարգացման միջոցով է հնարավոր եղել պարզել նրա կարգաբանական տեղը։ Ենթադաս խեցիավոր խեցգետնակերպեր։ Սրանց բնորոշ է երկփեղկ խեցի, որը ձևափոխված կարապաքսն է եւ ամբողջովին ծածկում է կենդանու մարմինը։ Ունեն պարզ կազմավորվածություն, չհատվածավորված մարմին։ Գլուխը կրում է 2 զույգ անտեններ եւ 3 զույգ ծնոտներ։ Կրծքային հատվածը կրում է միայն 2 զույգ քայլող ոտքեր։ Փորիկը թույլ է զարգացած ծայրին կրում են եղանիկ։ Մաշկային շնչառությանը նպաստում են առաջին մաքսիլների փետրավոր հավելուկների շարժումը։ Զարգացումը կերպարանափոխությամբ է, ի տարբերություն մյուս խեցգետնակերպերի, հասուն առանձնյակները մաշկափոխություն չեն կատարում։ Օստրակոդներն ունեն հետաքրքիր առանձնահատկություն՝ սպերմատոզոիդների հսկա չափերը, որոնք անցնում են հասուն խեցգետիների երկարությունից։ Նման խոշոր սպերմյանները տեղավորվում են արուների սեռական ուղիների խիստ ոլորված խողովակներում։ Հայտնի է մոտ 2000 տեսակ, որոնց մեծամասնությունը վարում է բենթոսային կենսակերպ, սակայն հանդիպում են նաև պլանկտոնային ձևեր, որոնք ունեն բարակ խեցի։ Տեսակներից մեկը բնակվում է արևադարձային անտառների խոնավ հողերում՝ Մեզոցիփրուս տերաստրիսը։ Խեցիավոր խեցգետնակերպերը սնվում են ջրիմուռներով եւ օրգանական մնացորդներով։ Հանդիպում են գիշատիչ տեսակներ։ Մեծ տարածում ունեն ցիպրիս եւ հետերոցիպրիս ցեղերի ներկայացուցիչները։ Ենթակարգ բարձրակարգ խեցգետիններ։ Այն ընդգրկում է բարձր կազմավորվածությամբ խեցգետինների, որոնց հատվածավորվածությունն ավելի հետերոնոմ է։ Նրանք ունեն մարմնի հատվածների հաստատուն քանակ։ Գլուխը կազմված է ակրոնից եւ 4 հատվածներից, կուրծքը 8, իսկ փորիկը 6-ից 7 հատվածներից եւ թելսոնից։ Գլուխը կարող է սերտաճաց լինել։ Պրոտոցեֆալոնը առանձնացված է, իսկ գնատոցեֆալոնը միացած է կրծքային հատվածների հետ եւ առաջացրել է գնատոտորաքս։ Այլ դեպքերում բոլոր գլխային հատվածները միաձուլվում են միմյանց հետ եւ կրծքային 1 սակավ 2 հատվածների հետ առաջացնելով բարդ գլուխ կամ գլխակուրծք։ Երբեմն միաձուլվում են փորիկի հատվածները եւ տելսոնը։ Ի տարբերություն մյուս խեցգետնակերպերի, բարձրակարգ խեցգետիններն ունեն որովայնային վերջույթներ, իսկ տելսոնը չունի ֆուրկա, բացառությամբ նեբալիայի։ Բարձրակարգ խեցգետինների արական սեռական անցքերը միշտ բացվում են կրծքային 8-րդ հատվածում, իսկ իգականները 6-րդ։ Լավ են զարգացած շնչառական եւ արյունատար համակարգերը։ Հասուն ձևերի մոտ գործում են անտենալ երիկամները, իսկ թրթուրների մոտ մաքսիլյար։ Միայն նեբալիան հասուն բուլում ունի 2 տեսակի զույգ երիկամներ։ Զարգացումը ուղիղ կամ կերպարանափոխությամբ է, տիպիկ թրթուրն է զոեյան։ Ենթադասի անվանումը բարձրակարգ լիովին ճիշտ չէ, չնայած մի շարք առաջադիմական առանձնահատկություններին այս խումբն ունի հնաձև հատկանիշներ, ինչպիսիք են փորիկի վերջույթների կամ որոշ ներկայացուցիչների մոտ 2 զույգ երիկամների առկայությունը։ Նշված հատկանիշները վկայում են մյուս խեցգետնակերպերից այս ենթադասի էվոլյուցիոն զարգացման անկախ գծի մասին։
Սակայն անվանմանը համապատասխանում են նյարդային համակարգի զգայարանների և շատ տեսակների վարքագծի բարձր զարգացվածությանը։ Ենթադասանդ գրկում է հիմնականում խոշոր խեցգետնակերպերի, որոնք տարածված են ծովերում, քաղցրահամ ջրերում, իսկ որոշ տեսակներ հարմարվել են ցամաքային կենսակերպի։ Բոլոր տիպի ջրամբարներում ձկների կերի հիմնական մասը կազմում են խեցգետնակերպերը կամ դրանցով սնվող կենդանիները։ Անգամ այնպիսի ծովային հսկա կենդանիներ, ինչպիսիք են անատամ կետերը, սնվում են մանր խեցգետնակերպերով։ Շատ տեսակներ ունեն արդյունաբերական նշանակություն և մարդու կողմից օգտագործվում են սննդի մեջ։ Ենթադասանդ գրկում է մոտ 23,000 տեսակ, որոնց դասակարգումը բավականին բարդ է։ Դիտարկենք կարևոր նշանակություն ունեցող մի քանի կարգեր։ Կարգ նրբազրահավորներ։ Պարզագույն խեցգետիներ են, հայտնի է ընդամենը 14 տեսակ։ Առավել տարածվածը նեբայլյան է, գլխակուրծքը մասամբ փորիկը ծածկված են բարակ զրահկարապաքսով, շարժուն միացած հոդավորված ռոստրումով։ Անտեներներն ու անտենուլները երկար են, կան 3 զույգ ծնոտներ։ 8 զույգ կրծքային ոտքերն ու միևնույն կառուցվածքը բազմագործառույթ են։ Փորիկը կազմված է 7 հատվածներից, առաջին 4 երկճյուղ և երկար են, հաջորդ երկուսը ռուդիմենտար։ Վերջին հատվածը վերջույթներ չունի, իսկ տելսոնի վրա եղանիկ կա։ Ունեն 2 զույգ երիկամներ՝ անտենալ և մաքսիլյար։ Կարգ բերանավորներ կամ խեցգետին աղոթարարները գիշատիչներ են, բնակվում են տաք ծովերում, մարմինը խոշոր է, մինչև 34 սմ երկարությամբ, բաժանված պրոտոցեֆալոնի, ծնոտակրծքի, կրծքի և հզոր զարգացած հատվածավոր փորիկի։ Յուրահատուկ կառուցվածք ունեն բռնող ոտքերը, նրանց վերջին հոդը սուր է, ատամնավոր, նման է շեղբի։ Առաջին զույգ բռնող ոտքերը ամենամեծն են, նրանցով բռնվում է որսը, իսկ մնացած ոտքերը այն պահելու համար են։ Զարգացումը կերպարանափոխությամբ է, թրթուրը զոոյան։ Միջերկրական ծովում հանդիպում է խեցգետին աղոթարար տեսակը։ Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում զբաղվում են խոշոր բերանավորների բուծմամբ։ Կարգ հավասարավոտավորներ։ Այս կարգը ընդգրկում է 4500 տեսակ, որոնք տարբերվում են էկոլոգիական բազմազանությամբ, ապրում են ծովերում, քաղցրահամ ջրերում և ցամաքի վրա։ Մարմինը մեջքափորային ուղղությամբ տափակածած է, ունեն բարդ գլուխ, որը կազմված է 1-ից 2 գլխային հատվածներից, միաձուլված կրծքային 1-2 հատվածների հետ։ Աչքերը նստած ֆասետային են, կարապաքս չունեն։ Կրծքային բաժինը ամենայն երկարն է, կազմված 6-ից 7 ազատ հատվածներից։ Կրծքի ոտքերը միաճյուղ են, քայլող ոտքերը միանման։ Փորիկը կարճ է, երկճյուղ, թերթանման, կատարում են շնչառական գործառույթ։ Դրանք գրքի թերթերի նման իրար վրա են շարված և ծածկված են խրկային կափարիչներով, որը հնարավորություն է տվել հավասարավոտավորներին գոյատևել ցամաքի վրա։ Ցամաքային կենսակերպ վարող նեպուկներն ունեն լրացուցիչ հարմարանքներ։ Նրանց առջևի կրծքային ոտքերը կրում են օդային շնչառության օրգաններ կամ կեղծ տրախեաներ, նման միջատների տրախեաներին։ Խրիկներն ու սիրտը գտնվում են փորիկի բաժնում։ Զարգացումը կերպարանափոխությամբ է։ Էգերը ձվերը հասունացնում են կրծքային բաժնի ստորին հատուկ ձվապարկերում։ Ձվից դուրս է գալիս թրթուրը մանկան, որը նման է հասուն առանձնակին, սակայն ունի զարգացած ոտքերի ոչ լրիվ հավաքակազմ։ Հավասարավոտավորները սնվում են առավելապես բուսակամնացորդներով, դետրիտով և կենսացենոզներում ունեն մեծ նշանակություն որպես սապրոֆագեր։ Հանդիպում են ձկների և խեցգետնակերպերի էկտոմակաբույծներ, որոնց կառուցվածքը մակաբուծության հետ կապված փոփոխված է։ Կարգ տարավոտավորներ կամ կողալողներ ընդգրկում է մոտ 4500 տեսակ, որոնց մեծամասնությունը ապրում է ծովերում, մի որոշ մասը քաղցրահամ ջրերում։ Կան տեսակներ, որոնք բնակվում են նաև մերձարևադարձային գոտու ճահճացած հողերում։ Ըստ կազմավորվածության շատ նման են հավասարավոտավորներին, դրա հետ մեկտեղ ունեն տարբերվող առանձնահատկություններ։ Նրանց մարմինը տափակածած է կողքերից, կրծքային ոտքերը տարբեր են կառուցվածքով։ 7 զույգ ազատ կրծքային հատվածներից առաջին երկուսը բռնող են և ավարտվում են չանչերով, հաջորդ 2 զույգը ավարտվում են դեպի հետ ուղղված ճանկիկներով։ Վերջին 3 զույգ ճանկերով ոտքերը ծառայում են սողալու և մագլցելու համար։ Կողալողների կրծքային 6 զույգ ոտքերը, առաջին զույգը պատկանում է բարդ գլխին, կրում են խռիկներ։ Սիրտը գտնվում է կրծքի հատվածում։ Փորիկը կարճ է, բաղկացած 6 հատվածներից և թելսոնից։ Առաջին 3 զույգերը երկճյուղ են, բազմահատվածանի, խոզաններով ծառայում են լողալու համար։ Հաջորդ 3-ը ուղղորդված են դեպի հետ և տելսոնի հետ ծառայում են ցատկելու համար։ Բազմացումը սեռական է, որոշ տեսակների մոտ արտահայտված է սեռական դիմորֆիզմը։ Ձվերը հասունանում են էգի հատուկ գրպանիկներում, զարգացումը ուղիղ է։ Ծովերում տարածված են գամար ու սեղի տեսակները, մակաբույծ տեսակներից են կետերի ոչիլները, ցիամիդային, որոնք հսկայական զանգվածներով ապրում են կետերի մաշկի վրա և առաջացնում են խոցեր։ Կարգ տասնոտանիներ։ Ամենախոշոր և ամենաբարձր կազմավորվածությամբ խեցգետիներն են, որոնք հիմնականում բնակվում են ծովերում, նաև քաղցրահամ ջրերում։ Որոշ տեսակներ արևադարձային խոնավ կլիմայական պայմաններում հարմարվել են ցամաքային կենսակերպին։ Կարգը ընդգրկում է 8500 տեսակ։ Տասնոտանիների մարմինը բաժանված է պրոտոցեֆալոնի, ամբողջովին սերտաճաճ հատվածներով ծնոտակրծքի և հատվածավորված փորիկի։ Պրոտոցեֆալոնը կրում է 2 զույգ անտեններ և ցողունիկավոր ֆասետային աչքեր։ Ծնոտակրծքի վրա տեղավորված են 3 զույգ ծնոտները։
3 զույգ երկճյուղ ոտածնոտներ և 5 զույգ միաճյուղ քայլող ոտքերը։ Քայլող ոտքերի առաջին զույգը սովորաբար ավարտվում է բռնաչանչով, իսկ մնացածը՝ ճանկիկներով։ Խրիկները տեղադրված են բոլոր կրծքային ոտքերի վրա, նաև մարմնի վրա ոտքերի հիմքերի մոտ։ Կարապաքսը մարմնի կողքերին թեքվում է, առաջացնելով խրիկային կափարիչներ։ Փորիկը կրում է երկճյուղ լողալու վերջույթներ, որոնցից վերջին զույգը ուրոպոդների տափակացած են և տելսոնի հետ մտնում են պոչային լողակի կազմի մեջ։ Ծովախեցգետիների մոտ փորիկը կարող է այս կամ այն աստիճան ապաճած լինել, զարգացումը կերպարանափոխությամբ է կամ ուղիղ, առանց թրթուրային փուլի։ Կարգը ստորաբաժանվում է լողացող և սողացող խեցգետիների ենթակարգերի։ Ենթակարգ լողացող խեցգետիներ 18-անիների առավել պարզունակ խումբ է, որի ներկայացուցիչները վարում են բացառապես լողացող կենսակերպ։ Տիպիկ ներկայացուցիչներից են մանր ծովախեցգետինները, որոնք բնակվում են հիմնականում ծովերում։ Ենթակարգ սողացող խեցգետիներ սրանք 18-անիների մեջ առավել առաջադիմական խումբ են կազմում։ Սրանց փորիկի ոտքերը թույլ են զարգացած և լողալու գործառույթ չեն կատարում։ Տեսակների մեծ մասը ամենակեր գիշատիչներ են։ Ենթակարգի մեջ են մտնում լագուստների, օմարների, ճգնավորների և ծովախեցգետիների բաժինները։ Առաջին երկու բաժինների ներկայացուցիչների փորիկը երկար է, մկանուտ և ընդունակ է լողալու։ Ճգնավորների փորիկը թերզարգացած է և ասիմետրիկ։ Նրանք թաքցնում են իրենց փորիկը խխունջների դատարկ խեցիների մեջ։ Իսկական ծովախեցգետիների փորիկը ապաճած է։ Սրանց մեջ հանդիպում են ցամաքային և քաղցրահամ ջրերում ապրող ձևեր։ Օրինակ, հարավարևելյան Ասիայում ծովախեցգետիներ կարելի է հանդիպել բրինձի դաշտերում, գետերի մոտակայքի բլուրների վրա և արևադարձային անտառներում։ Դրանց մոտ պահպանվել է թույլ զարգացած խռիկները, սակայն դրանք միշտ խոնավ են, դրա համար շնչառությունը կատարում են ինչպես ջրային կենդանիների մոտ։ Խաղաղ օվկիանոսի կղզիների Արմավենու Գող խեցգետնի մոտ խռիկներ չկան, սակայն Կարապաքսի տակ խռիկային խոռաչի պատերը բարակ են, ունեն ելունդներ և մատակարարվում են արյունով։ Նրանք շնչում են մթնոլորտային թթվածնով, ապրում են ծովից հեռու փորած բներում, սակայն նրանց զարգացումը կապված է ծովի հետ։ Ձվերը դրվում են ջրում, որոնցից դուրս են գալիս պլանկտոնային թռթունները, իջնում ջրի հատակ, փոխակերպվում են սկզբում փոքրիկ ճգնավոր խեցգետիների, հասուն ձևերը ջրից հեռանում և ապրում են ցամաքի վրա։